հարց կա։ Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ կապված նոր հարց կա։ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ անկլավների հարցի կարգավորման շրջանակում կարող են քննարկվել նաև տարածքային փոփոխություններ։ Ըստ նրա, անհրաժեշտ է արագացնել սահմանազատման գործընթացը, որպեսզի Ադրբեջանը մկրատով նոր քարտեզ չձևավորի։ Մենք չենք կարող մկրատը բռնենք, այդ քարտեզը սենց կտրենք, ասենք այս հատվածը արտահայտվում է, որովհետև դա չի բխում առաջին հերթին Հայաստանի շահերից։ Որովհետև եթե մենք քարտեզը մկրատը վերցնենք, այդ կտրենք, Ադրբեջանն այդ մկրատը կվերցնի ջերմուկի հատվածը կկտրի, կվերցնի Տավուշի բերքաբերի հատվածը կկտրի եւ տենց ուրիշ հատվածներ։ Ընդդիմությունը ահազանգում է իշխանությունը պատրաստ է գնալ նոր զիջումների Բաքվի հետ համաձայնության հասնելու համար, իսկ Փաշինյանը խոսում է Ալմա-Աթայի հռչակագրի սահմանազատման հիմքում դրվող քարտեզների եւ հնարավոր լուծումների մասին։ Քաղաքագետ Ստեփան Հասանջալադյանի կարծիքով Փաշինյանի հայտարարությունները պատահական չեն եւ տեղավորվում են հանրությանը հնարավոր զիջումների նախապատրաստելու քաղաքականության շրջանակում։ Այս մասին ինքը առաջին անգամ չէ որ խոսել է նախորդ տարիներին նույնպես առիթ ամեն հարմար եւ կարելի ասել անհարմար առիթներով։ Հիմա սա հերթական հարմար առիթներ, որ ինքը հանրության ականջին դա այսպես լսելի է դարձնում եւ նաեւ ոչ միայն լսելի է դարձնում, այլ ամեն անգամ դա ասելով հանրության ականջին ընդունելի է դա դարձնում։ Անկլավների թեման կրկին ակտիվացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններից հետո։ Բաքուն հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է, իսկ անկլավային գյուղերի հարցը եւս պետք է լուծում ստանա։ Փաշինյանն էլ հիշել է Ադրբեջանում գտնվող հայկական արծվաշենի թեման, սակայն նրա ձևակերպումները քաղաքական նոր հակասությունների պատճառ են դարձել։ Նա նշել է, առաջինը անկլավները պահպանեն իրենց իրավական կարգավիճակը, երկրորդը կողմերը պայմանավորվեն եւ իրականացնեն համարժեք տարածքային փոփոխություններ։ Բաքվում այս հարցը բավականաչափ քննարկվել է, իրենք եւս դիտարկում են եւ փոխանակման տարբերակը եւ հավասարի տարածքներ տրամադրելու տարբերակը։ Չեմ կարծում, որ դիտարկեն սա որպես զիջում, այլ պարզապես պատրաստակամություն նաեւ անկլավների հարցը լուծել։ Պետք է նշեմ, որ Բաքուն այդքան էլ մեծ կարեւորություն չի տվել տևական ժամանակ անկլավների փոխանակման հարցին եւ ըստ էության մենք ենք պարբերաբար դա օրակարգ բերել։ Ըստ ադրբեջանագետի թեման օրակարգ է բերվել ոչ միայն անկլավների հարցի պատճառով։ Նրա գնահատմամբ Ադրբեջանի համար առաջնայինը Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջն է, իսկ անկլավների քննարկումը կարող է որոշ չափով շեղել ուշադրությունը այդ հարցից։ Ըստ էության Ադրբեջանի կողմի միակ հստակ, այսպես ասած, պահանջը շարունակում է լինել սահմանադրության փոփոխությունը եւ անկախության հռչակագրին հղում չանելը։ Ինչ վերաբերում է անկլավներին, իրենք այս թեման քննարկել են եւ այստեղ զիջողականության պատրաստակամություն չեն տեսնի, այլ առավելապես այդ հարցը եւս լուծելու պատրաստակամություն կտեսնեն։ Ընդդիմադիր շրջանակները շարունակում են պնդել, որ նույնիսկ անկլավների հարցի հնարավոր կարգավորումը չի երաշխավորում, որ Բաքուն կհրաժարվի նոր պահանջներից։ Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանը տարիներ շարունակ առաջ է մղում Արևմտյան Ադրբեջանի գաղափարը եւ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին հայտարարություններ է անում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն է վերացնել աշխարհի քաղաքական քարտեզից, մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզից Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին, եթե պատեհ առիթը կլինի, հարմար կլինի, ենթարկել կրկին ցեղասպանության, եթե ոչ, ապա բռնությամբ նրանց հեռացնել իրենց բնորանից։ Անկլավների հարցը, որը տարիներ շարունակ մնացել էր փակված բանակցային թղթապանակներում, այսօր կրկին դարձել է ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունների, այլև Հայաստանի ներքաղաքական ամենասուր թեմաներից մեկը։